Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ ու ուրախ եմ, որ իրապես այս առիթն ունենք միասին Տիրոջը պաշտելու։ Մեր Սարմենին եմ տենում, ուրախ եմ Սարմեն ջան, որ ստեղ ես, Տերը օրհնի քեզ։ Չէ, նստի։ Բանակում ա ծառայում, հիմա արձակուրդ ես եկել, հա։ Շատ լավ։ Ուրախ եմ, որ ստեղ ես։ Թող Տերը օրհնի, որպեսզի իրապես այն խոսքը, որ լսում ես, ամեն մեկիս իրականություն դառնա, ուրախ եմ ամեն մեկի տեսնելու։ Իրապես այս կիրակի օրերը, տերունական օրերը, ինչ-որ Տերը մեզ տվել է, Տերը մեզ շնորհել է, պետք է գնահատենք, որովհետև սա այն բանը, որ ուղղակի կտրվում ենք ամեն ինչից եւ մեկտեղ ենք հավաքվում միասին Տիրոջը պաշտելու։ Այո, օրենք չի, դա մեր համար շաբաթը չէ, ինչպես որ օրենքի շրջանակում պահում էին հրեաները, սակայն նպատակը շաբաթ օրվա այլ է եղել ժամանակի ընթացքում ուղղակի փարիսեցիները ծռեցին այն։ Շաբաթը պետք է հանգստի օր լիներ մարդու համար եւ մարդը պետք է հանգստանար թե ֆիզիկապես, թե նաեւ հոգեպես եւ Աստծո խոսքն ասում է, որ շաբաթը պետք է սուրբ ժողով լիներ։ Հրեաները միասին պետք է հավաքվեին Տիրոջը գործերը հիշելու, Տիրոջը գործերը պատմելու, Տիրոջը փառքը փնտրելու եւ նույնը մենք ենք այսօր անում որպես Տիրոջ զավակներ։ Մենք գալիս ենք Տիրոջը փառավորելու, Տիրոջը խոսքի մեջ, Տիրոջը ճանաչելու եւ նմանվելու Աստծուն, նմանվելու Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի երբ որ գա ժամանակը պատրաստի որպես Տիրոջ հարս գնանք ու Տիրոջ առաջ կանգնենք։ Ոստի ուրախ եմ, որ գնահատում եք այս ժամերը եւ ուրախ եմ, որ այս հնարավորություն ունենք միասին Աստծուն պաշտելու։ Սիրելիներ, այսօր մի փոքր դժվար հատված ենք միասին նայելու, բայց կարծում եմ, որ սա նույնպես օրհնություն կլինի մեզ համար եւ հույսով եմ, որ այն ինչ որ խոսելու ենք կհասկանանք եւ կկարողանանք միասին այդ խոսքը կիրառելով Տիրոջը փառք բերել։ Խոսելու ենք արդար վերաբերմունքի մասին, թե ինչ է նշանակում ճշմարտապես արդար կերպով վերաբերմունք, նախ եղբայրների նկատմամբ, նաեւ աշխարհի նկատմամբ։ Գիտեք, հատվածներ կա կամ ընդհանրապես խոսքեր կա, որոնք որ շատ են օգտագործվում կոնտեքստից դուրս։ Շատ բաներ կա, բայց այսօրվա հատվածն էլ ինչ որ խոսելու ենք, այս հատվածը նույնպես չափից ավելի կոնտեքստից դուրս է օգտագործվում։ Վստահ եմ առիթ ունեցել եք, եթե օրինակի համար խոսքի շրջանակում օրինակի համար ինչ որ մի քարոզ է տվել կամ ինչ որ մի հատվածի վերաբերյալ այդքան էլ ճիշտ մեկնաբանություն չի տալի եւ փորձում ես ուղղել խոսել, շատ դեպքերում կլսեք հետեւյալ պատասխանը, որ ասում է գրված է եղբորդ մի դատիր։ Եվ գիտեք, այս հատվածը տեղին անտեղին սկսում են օգտագործել առավել եւս մանավանդ եթե ասենք եկեղեցու իրանց հովին ես ինչ որ մի բան ասում, որ գիտես ինչ կա, եղբայրս, քույրս, ախր խոսքը սա չի վերաբերվում կամ խոսքը ծրված է տրվում, միանգամից պատասխանը էս է, ասում է մի դատիր եղբորդ, մի դատիր օծյալին նկատմամբ բան մի ասա, որպեսզի չդատվես, ու այս խոսքը դառնում է կարծես թե առիթ ասելու ենք, քարոզելու ենք այն ինչ որ մենք ենք կարծում ճիշտ է եւ որևիցե մեկը իրավունք չունի մեզ ասելու որ գիտես ինչ կա ասածդ ճիշտ չէ, ասածդ չի համապատասխանում Աստծո խոսքին։ Նաեւ սրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ այս նույն բլոկից կամ նույն հատվածի մեջ կա երկրորդ խոսքը, որ նորից շատ դեպքերում տեղի անտեղի օգտագործվում է եւ դառնում է ինչ որոշակի արդարացում ավետարանը չքարոզելու։ Երբ որ մարդկանց հետ խոսում ես, ասում են դե անարժան են, որ այդ մարդկանց ես ինչ ավետարանը տամ, ասում են խոզերի առաջ մարգարիտները պետք չի գցել։ Ու նորից ստացվում է կարծես արդարացում, դե ես չեմ քարոզում, որովհետև արդար մարդիկ, արժանի մարդիկ չկան։
Բոլորն էլ սենց պիղծ են ու իրանք արժանի չեն, որ իրանց ավետարանը քարոզեն։ Հասկանում եք նորից ու հույսով եմ, որ այսօրվա ընթացքում մենք կտեսնենք, թե որն է ճիշտ վերաբերմունքը։ Տիրոջ զավակը ինչպիսի վերաբերմունք պետք է ունենա, օրինակի համար մեղք գործած եղբոր նկատմամբ եւ ինչպիսի վերաբերմունք պետք է ունենանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ ըստ Աստծո խոսքի նկարագրվում են որպես խոզեր եւ շներ եւ կխոսենք այս թեմայով։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ, ընթերցելու ենք 1-ից 6 համարները։ Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ, կընթերցենք 1-ից 6 համարները։ Եկեք ոտքի կանգնենք։ Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 1-ից 6 համարները։ Մի դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով էլ որ դատեք, նրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ Եվ ինչու եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպես ես եղբորդ ասում, թող շուղդ աչքիդ միջից հանեմ, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանիր եւ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շուղը հանես։ Սուրբ բանը շներին մի տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակող չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս այս գեղեցիկ օրվա համար եւ այս առիթի համար, որ կարող ենք գալ քո առաջ քո խոսքի շուրջ միաբանվելով, Տեր, աղոթում եմ, որ օգնես, որ ամեն բան ինչ որ խոսենք, քո անվան ու փառքի համար լինի, Տեր Աստված, եւ նպաստի ել ավելու քո կամքին ճանաչելուն եւ Տեր Աստված քո կամքի համեմատ վարվելուն եւ վարք ունենալուն, Տեր։ Աղոթում եմ, որ այցելություն անես բոլոր նրանց, ովքեր որ առաջին անգամ են այստեղ կամ գուցե դեռ քեզ չեն ճանաչում, Տեր, դու օգնիր, որպեսզի ավետարանդ մեր սրտին դիպչի, Տեր Աստված, եւ քեզ ընդունելով որպես Տեր ու Փրկիչ փրկություն ունենանք, Տեր, ու քեզ մեծարենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Ընդհանրապես հիշեք մի բան, որ մենք պետք է միշտ նրբանկատ լինենք դիմացինի հանդեպ եւ վարվենք ըստ Աստծո խոսքի եւ ոչ թե մեր կարծիքի կամ տրամաբանության։ Աստված ակնկալում է արդար վերաբերմունք դիմացինի նկատմամբ անկախ իրավիճակներից։ Կապ չունի ինչ իրավիճակներ են, կապ չունի ինչ հարցեր են, Աստված միշտ մեզանից ակնկալում է արդար վերաբերմունք։ Մենք այսօր առավոտյան խոսում ենք, որ Աստված ինքն է արդար եւ ամեն մի բան, ամեն մի արարք, ամեն մի խոսք, ինչ որ Տեր Աստված ասեց, անում է եւ ասում է, ամեն բան արդարության կատարյալ օրինակներն են։ Եվ այն ամեն ինչ որ Աստծուց է բխում, այդ նույն բանը նաեւ Աստված պահանջում է մեզանից։ Ինչպես որ Աստված է սեր, նույնպես եւ Աստված մեզանից ակնկալում է, որ մենք սիրով վարվենք։ Ինչպես որ Աստված է արդար, Աստված ակնկալում է, որպեսզի նույն արդարությամբ էլ մենք վարվենք։ Ինչպես որ Աստված է սուրբ, Աստված ակնկալում է, որ մենք մեր վարքով, մեր էությամբ սուրբ լինենք։ Եվ այսպես կարող ենք շարունակել։ Այսօր ուզում եմ, որ մենք նայենք երկու իրավիճակ եւ այդ երկու իրավիճակներում թե ինչպիսի վերաբերմունք պետք է ունենանք։ Առաջինը դա արդար վերաբերմունքն է մեղ գործած եղբոր նկատմամբ։ Մինչև կանցնենք բուն հատվածին, ես ուզում եմ, որ մենք մի փոքր կոնտեքստը վերհիշենք, որովհետև եթե կոնտեքստը բաց թողնենք, ասեմ, որ այս հատվածը դժվար է լինելու ընդունելու կամ հասկանալու։ Եթե կհիշեք, մենք նայում ենք ընդհանուր մեր հատվածը գտնվում է Լեռան քարոզի շրջանակում եւ գիտեք, որ Լեռան քարոզի շրջանակում Հիսուս իր խոսքը ուղղում է աշակերտներին։ Երբ որ ասում ենք աշակերտներ, այն 12-ը չէին կամ միայն, այլ բոլոր նրանց էր վերաբերվում, ովքեր որ ցանկություն ունեին Հիսուսին հետևելու։
Եվ Տեր Հիսուս տալիս է նկարագրությունը, թե բոլոր նրանք, ովքեր որ ցանկություն ունեն ինձ հետևելու, հետևյալ նկարագիրը պետք է ունենան։ Արքայության զավակները պետք է ունենան հետևյալ նկարագիրը եւ հետևյալ կերպով պետք է վարվեն։ Եվ որպես այդ արքայության զավակներին մենք տեսնում ենք, որ Հիսուս առաջ է բերում փարիսեցիներին ի հակադրություն եւ հիմնական բանալի խոսքը ընդհանրապես այս հատվածի հետևյալն է. Եթե ձեր արդարությունը չգերազանցի փարիսեցիների եւ դպիրների արդարությանը, Աստծո արքայությունը չեք կարող ժառանգել։ Ինչու՞մն էր խնդիրը։ Մենք արդեն իսկ բավականին շատ խոսել ենք սրա մասին, բայց փարիսեցիներն ու դպիրները ներկայանում էին որպես արդարներ։ Ունեին իրանք հատուկ իրենց հանդերձանքը, ունեին հատուկ իրենց ընթացքը եւ մարդկանց առաջ ներկայանում էին որպես հոգեվորներ, հոգեվորների գագաթնակետ մարդիկ, ովքեր որ ամեն բան կարծես թե անում են օրենքով։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս խորքը ցույց տվեց, որ այս ամեն ինչը ինչ է զուտ, կեղծավորություն, ձևականություն, այսինքն իրենց նպատակը ոչ թե Տիրոջ փառքը փնտրելն էր, այլ իրենց փառքը փնտրելն էր, իրենց անձերի բարձրացնելն էր։ Եվ հիմա այս հատվածում արդեն մենք կամաց գալիս ենք ավարտին։ Եվ այստեղ Տեր Հիսուս ներկայացնում է երկու իրավիճակ։ Առաջինը մեր վերաբերմունքը մեր գործած եղբոր նկատմամբ։ Եկեք եւս մեկ անգամ կարդանք 1-ից 5 համարները։ Նայեք, հենց ամենասկզբում Տեր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս տալիս է հետևյալ պատվերը։ Ինչ է ասում։ Ասում է՝ մի դատեք։ Մի դատեք, որպեսզի չդատվեք։ Ինչու՞մն է խնդիրը։ Արդյոք դա նշանակում է, որ մենք օրինակի համար եղբորը կամ երբ որ տեսնում ենք ինչ որ մի հարցեր կա, իրավունք չունենք որևիցե կերպով ուղղելու կամ հանդիմանելու կամ շտկելու։ Արդյոք խոսքը սրա մասին է գնում։ Միանշանակ ոչ, որտեվ եթե նայենք նույն Մատթեոսի ավետարան 18-րդ գլուխ 15 համարը, կարդում ենք, որ ասում է, եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանիր նրան, երբ դու եւ նա առանձին լինեք, եթե քեզ լսի, քո եղբորը ինչ կանես, շահած կլինես։ Այսինքն, երբ որ խոսքը գնում է դատելու մասին, խնդիրը վերջնական դատաստան տալն է, այսինքն դու ինչ ես անում։ Դու դնում ես քեզ դատավորի կարգավիճակում եւ հայտարարում ես դիմացինին որպես մեղավոր, հայտարարում ես դիմացինը, որ այլևս դատապարտված է։ Քեզ դնում ես դատավորի տեղը եւ վերջնական որոշում ես կայացնում։ Այնինչ երբ որ հեսա շարունակության մեջ կտեսնենք, որ սրա մեջ ինչ կար, կեղծավորությունը կար։ Նույն է կեղծավորությունը, ինչ որ փարիսեցիներն ունեին։ Որովհետև ինչ դատաստանով էլ որ դատեք, նրանով էլ պիտի դատվեք եւ ինչ չափով էլ որ չափեք, նրանով էլ ձեզ է ինչ լինելու, ձեզ կչափվի։ Իրանք այս տրամաբանության շրջանակում ընդունում էին այս հատվածում։ Չէ, որովհետև ինքը միայն ինչ էր արած, կենտրոնացած էր եղբոր թերությունների, եղբոր տկարությունների վրա։ Աստված է դատավորը եւ այո մենք երբեք դատավորի տեղը չեն կարող լինել։ Բայց այն ինչ որ խոսքն ունենք եւ այն պատվերը, որ մեզ տրված է, մենք ոչ միայն իրավունք ունենք եղբորը հանդիմանելու, եղբորը ուղղելու, այլ նաեւ որոշ առումով ինչ ենք, պարտավոր ենք։ Եթե ես եղբորս համար ցավ եմ քաշում ու ես տեսնում եմ իրապես եղբայրս մեղքի մեջ է, եղբայրս կարիքի մեջ է այս առումով, լրել է իմ կողմից, կլինի սխալ, կլինի ոչ սիրով վերաբերմունք եղբորս նկատմամբ։ Ու նորից խնդիրը ստեղ եղբորը ուղղելու մասին չի, այլ այս պարագայում, երբ որ մենք նայում ենք, խնդիրը նանում է, որ որպեսզի իմ մեղքս ինձ չհանդիմանեն, իմ սխալները ինձ ցույց չտան, ես ինչ եմ անում, դիմացինն եմ միանգամից մատնանշում։ Նման ձևով ինչ եմ անում, կեղծավոր վարք ունեմ, ուզում եմ դիմացինին ցածրացնեմ, որպեսզի ես ինչ անեմ, ես ինքս բարձրանամ։ Ինչ էին անում նույնը նաև փարիսեցիները։ Աչու ձախ ամեն մեկը սկսում էր ինչ անել, ասել որ էսի դե մեղավոր է, էսի մաքսավոր է, սա այսպես վարվեց, այն մյուսը այսպես վարվեց, բայց մենք ինչ ենք, սուրբ ենք, որովհետեւ մեկը մեզ իրավունք չունի ինչ որ կերպով սխալ կամ գնահատական տալ։ Երբ որ ես ինչ որ կերպով ուզում եմ դիմացինին, եղբորս կամ քրոջս ինչ որ մի հարցեր եմ տեսել, նախ եւ առաջ չպետք է շտապեմ։
Հապճեպ որոշում չպիտի կայացնեմ միանգամից գնալու ու սենց ասած խնդիրը միանգամից առաջ բերելու։ Կախված իրավիճակներից դեպքեր կան, որ պետք է հապճեպություն ցուցաբերենք։ Բայց մեծամասամբ ես նախ եւ առաջ պետք է մի պարզ հստակ հասկացողություն ունենամ։ Առաջինը օրենսդիրը, օրենքը հաստատողը ես չեմ, որ մի հատ էլ դատավորը ես լինեմ։ Հակոբոս Սարաքյանն ասում է 4-րդ գլուխ 12 համարի մեջ ասում է մեկն է օրենսդիրը եւ դատավորը, որ կարող է փրկել ու կորստյան մատնել։ Դու ով ես, որ ուրիշին դատում ես։ Ուշադրություն դարձեք, նորից եմ կրկնում, ես ուզում եմ, որ դուք շատ հստակ հասկանաք տարբերությունը դատավոր լինելու, դատավճիռ հասցնելու եւ հանդիմանելու կամ ուղղելու։ Հասկանում եք։ Շարժառիթս, երբ որ դիմացինս մեղք է գործել, եղբայրս մեղքի մեջ է, ոչ թե այն է, որ իրան ուղղակի հայտարարեմ, որ ինքը սխալ է, ես դատավոր եմ, ես ճիշտ դատավճիռ եմ ներկայացնում, այլ նպատակս ի՞նչն է։ Ուղղելը, շտկելը, բարձրացնելը։ Որն է իմ շարժառիթը, երբ որ ես այդ քայլն եմ ուզում անեմ։ Արդյոք ուզում եմ դրանով ցույց տամ, որ ես եմ ճիշտ, դիմացինն է սխալ։ Թե ես ուզում եմ ինչ անեմ, դիմացինին բարձրացնեմ։ Դրա համար նույնիսկ 3-րդ եւ 4-րդ համարները, երբ որ կարդում ենք, հեսա միասին կկարդանք, կտեսնեք, որ նախազգուշացում կա հապճեպ որոշումներ չկայացնելու։ Դրա համար ինչ է ասում։ Եվ ինչու եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, ուշադրություն դարձրեք։ Իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Սրա մեջ է խնդիրը, որ դու պատկերացա մեղքերի մեջ թաղված ես, դու այդ մեղքերի մեջ ես, բայց դիմացինի շուղն ես տեսնում։ Դիմացինի խնդիրն ես տեսնում ու սրա մեջ է կեղծավորությունը։ Կամ ինչպես ես եղբորդ ասում, թող շուղդ աչքի միջից հանեմ, երբ ահա քո աչքի մեջ ինչ կա։ Գերան կա։ Դու կենտրոնացած ես եղբորդ վարքի, եղբորդ ընթացքի, եղբորդ ամեն ասացի վրա, բայց քո վարքի, քո ասացի, քո ընթացքի վրա դու ուշադրություն չես դարձնում։ Մենք շատ դեպքերում ընկնում ենք այս ծուղակի մեջ։ Տեսեք, ես չեմ ասում, որ մենք որոշ առումով նպատակային ենք այդ ձև վարվում, բայց շատ դեպքերում մեր վարքը դրան է նմանվում։ Մենք արագ ենք հանդիմանելու, մենք արագ ենք դիմացինի սխալն ասելու, մենք արագ ենք սխալը մատնանշելու, բայց երբ որ հարցը մեզ է վերաբերվում, մենք շատ դանդաղ ենք մեր խնդիրները, մեր մեղքերը, մեր հարցերը տեսնելու, նույնիսկ թույլ տալու, որ որևիցե մեկը ինչ անի, քննարկի կամ նույնիսկ այդ հարցը բարձրացնի։ Մենք մեզ դրանով ինչ ենք անում, բարձր կարգավիճակի մեջ ենք դնում։ Հապճեպ որոշումները մեզ գցում են ծուղակի մեջ ու մենք շատ հանգիստ կարանք ընկնենք կեղծավորության մեջ։ Ես դրանով իմ անձն եմ փորձում բարձրացնեմ, որպեսզի դիմացինին ցածրացնեմ, որպեսզի դիմացինը այլևս հնարավորություն ու իրավունք չունենա ինձ ասելու, որ իմ վարքս, իմ ընթացքս ինչ է, սխալ է։ Դրա համար մենք միշտ պետք է այս վերլուծությունն անենք ու սա հիշենք։ Երկրորդը պետք է զգուշ լինենք, երբ որ խոսում ենք եղբորը հանդիմանելու կամ եղբորը աչքի միջի շուղը տեսնելու, որպեսզի հանկարծ ու հանկարծ չսկսենք գնահատական տալ եղբոր շարժառիթներին։ Այսինքն, երբ որ մենք մտնում ենք մի տիրույթ, որը որ մենք չենք տեսնում, երբ որ մենք ասում ենք, որ Աստված է դատավոր, ինքն է օրենքը տվել եւ ինքն է դատավոր, ինքը տեսնում է մեր սկիզբն ու վերջը, ինքը գիտի իրապես թե ինչ է կատարվում իմ կյանքում, գիտի ինչ շարժառիթներով, գիտի լիարժեք ամեն մի քայլս, ամեն մի խոսքս ինչ նպատակով եւ ինչի համար է ասվել։ Մենք գիտենք, մենք ինչ ենք տեսնում։ Նորից շատ մարդիկ կան, որոնք որ ասում են, դե մենք շատ հեշտ մարդուն ճանաչում ենք, մենք տեսնում ենք, քննում ենք, բայց Ժողովուրդ ջան, սա նույնպես խաբկանք է։ Մենք ինքներս մեզ ենք շատ դեպքերում խաբում, որ ասելով, որ գիտես ինչ կա, ես այն խորունգ բաները տեսնում եմ։ Ասկի մենք ինքներս մեզ չենք կարողանում լիարժեք տեսնել, որ ուր մնաց դիմացինին լիարժեք գնահատական տանք։ Առաջի Կորինթացիս 4-րդ գլխում 3-ից 5 համարների մեջ Պողոս Սարաքյանը մեզ զգուշացնում է այս հարցում զգուշ լինել։ Նայեք ինչ է ասում 3-րդ համարից։ Ասում է, բայց ինձ համար նշանակություն չունի, որ դատվեմ ձեզանից կամ մարդկային դատաստանից։ Ես ինքս էլ ինձ չեմ դատում։ Հիմա
Կորինթացիս նամակի մեջ գիտեք բաժանումներ կար, ով էր կարևոր չէր, ով էր առաքյալ, այսինքն այս հարցերը կային, այս խնդիրները կային եւ որոշ առումով մեղադրանք էր ներկայացվում Պողոսին, թե դու ինչ առաքյալ ես կամ դու ինչ իրավունքով ես ինչ որ մեզ մի բան ասում։ Հասկանում եք, այս կարգավիճակում էին գտնվում եւ շատերը կային, որ հակառակվում էին Պողոսին։ Ու Պողոսը կանգնում ասում է ինձ համար նշանակություն չունի, ձեզանից դատվելու եմ, թե ձեզանից չեմ դատվելու, ինչի, որտեվ կամ մարդկային դատաստանով դատվելու եմ, թե չէ։ Որտեվ ինքս էլ ինձ չեմ դատու։ Պատճառը ո՞րն է, որ ուղղակի ինքը իրան տենց բարձր էր համարում, չէ, նայեք 4 համարը։ Որովհետև ինքս իմ մասին ես ոչինչ չգիտեմ, բայց նրանով չեմ արդարանում, որտեվ ինձ դատողը Տերն է։ Ուշադրություն դարձրեք։ Ինքը ազնիվ կերպով ասում է, որ ես ինքս նույնիսկ իմ անձը լիարժեք ամբողջական չեմ կարա քննեմ։ Ու խնդիրը սա ինչի որ դրանով արդարանում եմ, ասում եմ, դե ինձ հետ գործ չունեք, ինձ որևիցե բան մի ասեք։ Ես նույնիսկ ինքս ինձ չեմ կարա։ Չէ, ասում է։ Գիտեմ մի բան, որ ինչ որ անում եմ, ով որա եմ, ում առաջ եմ կանգնելու։ Տիրոջ առաջ եմ կանգնելու։ Սա էլ միշտ պետք է հիշենք։ Ինչ էլ որ լինի, ամեն մեկս պատասխանատվություն ենք կրելու Աստծո առաջ։ Ամեն հարցում չի լինելու մի բան, որը որ Աստծո աչքից վրիպելու է կամ ինքը դրա մասին չի իմանալու։ Մի կարծեք, որ եթե օրինակի համար այս իրավիճակում ես լուր մնամ, վերջ, դրանից հետո այլևս այդ մարդը գնալու է կործանվելու է կամ ուրիշ ինչ-որ մի բան է լինելու։ Ամեն մեկս Աստծո առաջ են կանգնած։ Բոլորս։ Դրա համար ասում եմ, որովհետև ինձ դատողը Տերն է։ 5-րդ համարը։ Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, մինչ գա Տերը, որն իր լույս կհանի այն ինչ թաքնված է խավարում եւ հայտնի կդարձնի սրտերի ինչերը, խորհուրդները։ Այժմ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանան Աստծուց։ Սրտի խորհուրդները մենք չենք կարա դատենք ու իրավունք չունենք որևիցե կերպով դատելու։ Ես չեմ կարա նույնիսկ որոշ առումով իմ լիարժեք սրտի խորհուրդները ներկայացնել, ինչի որտեղ շատ դեպքերում խառնված է։ Այն արարքը, այն վարքը, այն խոսքը, ինչ որ ասում եմ, դրա հետ մեկտեղ նաև ոչ միայն բարին կա, այլ նաև որոշ առումով կարա լինի իմ եսը թաքնված, իմ շարժառիթները, իմ ցանկությունները, հասկանում եք, ինչի որովհետև մենք Աստծո նման լիարժեք մեր ընթացքը, մեր խոսքը բաժանված չի։ Եթե Տերը ինչ որ մի բան ասում է, եթե Տերը արդար կերպով վարվում է, այդ արդարությունը միախառնված չի ուրիշ բաների հետ։ Իսկ մեր արդար վարքը խառնված է ուրիշ բաների հետ։ Մեր սերը մաքուր սեր չէ, ինչպիսի որ Աստված է սիրում։ Մեր սերը նաև, այն ինչ որ Աստծուց ստացել ենք, ինչ արված, նորից խառնված է։ Լիարժեք ամբողջական չի։ Սա չի նշանակում, որ նորից մենք դրան չպետք է ձգտենք։ Բայց տեսեք, Պողոս առաքյալը զգուշացնում է ու ասում է, որ ինչ անենք, զգուշ լինենք, որ սրտի խորհուրդները չքննենք։ Ես չեմ կարող իմանամ մարդը ինչ շարժառիթ ուներ։ Այո, պտուղները, գործերը, ասածը դա փաստ է, դա երևում է եւ այդ առումով պետք է խոսենք, պետք է հասկանանք։ Բայց այ խորանալ ասել, այս դրդապատճառով էր անում, այս գիտեմ, որ սա արեց, սա էր մտածում։ Ես այդ իրավունքը չունեմ, ժողովուրդ ջան։ Չունեմ։ Որտեվ չգիտեմ, ինքս ինձ չգիտեմ, ես ինչ շարժառիթով եմ շարժվում։ Ուր մնաց դիմացինի շարժառիթները ոչ միայն հասկանամ, այլ նաև գնահատական տամ, գնահատականից ելնելով էլ ինչ անեմ, ասեմ, գիտես ինչ կա, այս վարքը տես, քայլը տես, ընթացքը ճիշտ չէր։ Դրա համար 5-րդ հարմարի մեջ նորից մենք անդրադառնում ենք այդ նույն խնդրին, որ անդադար մենք տեսնում ենք։ Ինչ էր ասում, աղոթելուց կեղծավորներ մի եղեք։ Նվիրատվություն կատարելուց կեղծավորներ մի եղեք, ծոմապահության ժամանակ կեղծավորություն մի արեք։ 5-րդ համարը գնահատականն է Տալեձևի եղբոր։ Ինչ է անվանում։ Ասեք։ Կեղծավոր հենց ամենասկիզբը անվանում է նման վարքը կեղծավոր, որ դու չես ուշադրություն դարձում քո կյանքին, քո ընթացքին, քո ընթացքը Աստծո առաջ ընդունելի չի, քո ընթացքը Աստծո առաջ օրինակելի չի։ Դու քո կյանքը թողած, ընկել ես ուրիշների հետևից, ասում ես թողեք ես ձեր աչքի միջից ուզում եմ շուղերը հանեմ։ Այս շուղն ունես, էսի սխալ ես արել, էսի ձևա ու սենց մարդիկ
իրանց շուրջը անդադար լարվածություն են ստեղծում։ Դրա համար ասում եմ, սա լինում է արդյունքում ինչ? Կեղծավորություն։ Որ նախ եւ առաջ մի հատ տես կարգավիճակը, տես որ գերան աչքիդ մեջ, նոր դրանից հետո խոսա տես, եղբորդ աչքի միջի շուղը կկարողանաս հանես, թե չէ։ Ասում եմ, նախ գնա քո աչքի գերանը հանի եւ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շուղը հանես։ Հետևաբար, այո, եթե ես տեսնում եմ եղբայրս մեղք է գործել կամ եղբայրս որևիցե կերպով սխալ ընթացք ունի, ես միանգամից չվազեմ եղբորս ինչ անելու, հանդիմանելու, ասելու, գիտես ինչ կա, սխալ ընթացքի մեջ ես։ Նախ եւ առաջ ես ինքս տեսնեմ, իմ ընթացքս ինչ է։ Ես ինքս ինչ ընթացք ունեմ, որն է իմ շարժառիթը, մի քանի բաներ, որ ուզում եմ, որ նման իրավիճակում մենք տեսնենք։ Առաջինը պետք է հիշենք մի բան, որ մենք չենք գնում դատալու, հասկանում եք։ Դատավորի կարգավիճակ չպետք է ընդունենք։ Եթե նույնիսկ գնում եմ եղբորս հետ խոսելու, չեմ ներկայանում որպես դատավոր, որ եկել եմ վերջնական դատավճիռը ներկայացնելու։ Ինչ անենք, խոսենք, հասկանանք իրավիճակը ինչ է, գուցե ես սխալ եմ հասկացել, գուցե սխալ եմ տեսել, գուցե տրամաբանությունս ճիշտ չէր, չեմ ներկայանում որպես դատավոր, գիտես ինչ կա, այսի սխալ ես արել, այսի սենց էր, եթե սենց չարեցիր, դատվելու ես։ Չգամ որպես դատավոր, ես չեմ դատավորը, դատավորն ով է, Տերն է։ Երկրորդը, նաև ճիշտ գնահատական տամ ինքս ինձ, ինչ կարգավիճակում եմ գտնվում, ինչ կարգավիճակում եմ գտնվում, նաև դիմացինիս մեղքի նկատմամբ, որտեղ դիմացինիս վարքը գուցե իմ վարքի համեմատ շատ անգամ նույնիսկ չնչին է, անտեսա, շատ փոքր է, ու ես այս կարգավիճակում, երբ որ գալիս եմ դիմացինի հետ խոսելու, կեղծավոր եմ լինելու։ Հասկանում եք, ես դրա մեջ չեմ տեսնի այն շարժառիթը, որպեսզի ճիշտ շարժառիթ չկա դրա մեջ։ Դրա մեջ կա ինչ? Կեղծավորություն։ Հետևաբար ո՞րն է տրամաբանությունը։ Վարվենք այնպես, որ Աստծո խոսքն է ասում, հապճեպ որոշումներ չկայացնենք։ Երրորդը, երբ որ դիմացինի նկատմամբ ինչ որ հարց կա, խնդիր կա, զգույշ լինեմ, որ չանցնեմ շարժառիթները դատելու մեջ, շարժառիթները գնահատական տալու, որտեղ շարժառիթները չեմ տեսնում։ Շարժառիթները, սրտի խորհուրդները ով գիտի, միայն Տերը գիտի, միայն Աստված գիտի։ Ուստի շարժառիթները չեմ գնահատում շարժառիթների նկատմամբ, չեմ որևիցե կերպով դատաստան ներկայացնում։ Եվ չորրորդը, փորձեք կանգ առնել ու տեսնել, դու ինքդ ինչ շարժառիթով ես ուզում ես անես, որն է նպատակը։ Այսինքն նպատակը տենա, որ ցույց տաս դու գիտես դա, ցույց տաս, որ դու խելացի ես, ցույց տաս, որ դու սուրբ ես, թե նպատակդ որն է, որպեսզի օգնես եղբայրը դզվի, ուղղվի։ Նույն Մատթեոսի ավետարանը, երբ որ այդ հատվածը ասեցի, կարդանք, կտեսնեք, որ ամենասկզբից նպատակը մեկն է։ Ասում է գնա հանդիմանիր, որպեսզի ինչ անես, շահես, փրկես, ուղես, նպատակը թե ինչի, որպեսզի գցես, կործանես, քարկոծես։ Նպատակը դա չի երբեք։ Նույնիսկ դրանից հետո մնացած քայլերը 2 եղբայր, 2 հոգով, 3 հոգով, նպատակը մեկն է։ Ինչ եմ ուզում անեմ։ Շահեմ, օգնեմ, այլ ոչ թե տրորեմ ու գցեմ։ Նպատակս այն չի, որ ցույց տամ ես ավելի լավն եմ, դիմացինս ավելի վատն է։ Նպատակս օգնություն ցույց տալն է։ Դա համար ինչ անենք, նախ եւ առաջ փորձենք կանգ առնենք, չշտապենք, չվազենք հանդիմանելու մեջ։ Տեսնեմ ես ինչ շարժառիթ ունեմ, արդյոք ճշմարտապես ցանկություն ունեմ եղբորս օգնելու, թե դրանով ինչ եմ ուզում անեմ, ինքս ինձ բարձրացնեմ։ Երկրորդը, եթե առաջինը խոսում ենք մեր վերաբերմունքը եղբոր նկատմամբ, հավատացյալների նկատմամբ, երկրորդը մեր վերաբերմունքն է աշխարհի նկատմամբ կամ ավելի կոնկրետ խոզերի ու շների նկատմամբ։ Եկեք կարդանք 6-րդ համարը։ Նայեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Սուրբ բանը շներին մի տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն եւ շրջվելով ձեզ պատառոտեն։ Այս 6-րդ համարի հետ կապված կամ ընդհանրապես, երբ որ նայեք, կտեսնեք, որ մեկնաբանների առումով շատ տարբեր է ներկայացվում, մեկնաբանվում այս հատվածը։ Սկսված
լիբերալ մոտեցմանը, որ ուղղակի ասում են դե այս 6-րդ համարը խոսնակը ուղղակի հոգնել էր կամ ուղղակի շատ չէր մանրացել, որպեսի ընդհանուր կոնտեքստի հետ բռնի, ուղղակի այս հատվածը սենց կտրված դրելա ու որևիցե կապ չունի ընդհանուր կոնտեքստի հետ։ Ուրիշներն էլ որոշ առումով սկսում են բանավիճել, թե օրինակի համար խոզերն ու շներն ովքեր են։ Ընդհանրապես հետաքրքիր է, որ այս հատվածի մեջ Հիսուս Քրիստոս օգտագործում է որոշակի տերմիններ, որոնք որ փորձում է ինքը ներկայացնի վերջնական արդյունքը։ Հիմա նայեք, եթե առաջի հատվածի մեջ, երբ որ խոսքը վերաբերվում էր հավատացյալի նկատմամբ, Հիսուս Քրիստոս կոչ է անում, որպեսզի մենք հապճեք որոշում չկայացնենք, վերջնական դատավճիռը այզև ասած չներկայացնենք։ Այս երկրորդ հատվածի մեջ հակառակը Հիսուս ակնկալում է, որ մենք վերջնական դիրքորոշում ունենանք եւ վերջնական որոշում կայացնենք, այսինքն հստակ դիրքորոշում է տալիս։ Ինչ է ասում։ Մի ինչ արեք, մի քարոզեք, մի գցեք, այսինքն հստակ վերջնական դիրքորոշում ունեցեք։ Ովքեր են շներն ու խոզերը։ Գիտեք, որ հրեաների համար շունը եւ խոզը անմաքուր կենդանիներ էին։ Եվ որպես անմաքուր կենդանիներ իրենք փարիսեցիներ ընդհանրապես հրեաների կողմից շներ եւ խոզեր էին անվանվում բոլոր հեթանոսները։ Այսինքն հեթանոսներին հրեաներն անվանում էին շներ, խոզեր, այսինքն անմաքուր որպես կենդանիների։ Եվ այս առումով նույնպես մենք գիտենք, որ կհիշեք Հիսուսի հետ, երբ որ հանդիպում ունեցավ հեթանոս կնոջ հետ, ու կինն ասեց, որ արի այցելություն արա բժշկիր, Հիսուս նույնպես օգտագործում է, ասում է լավ չէ, որ այս հացն ինչ որ զավակներին է, շներին փոխանցենք։ Ուտեղ կինը բավականին խոնարհություն եւ հավատք է ցույց տալի, ասում է, որ այն փշրանքները նույնիսկ դրա կարիքն ունենք մենք։ Հիմա, երբ որ նայենք հունարենին, կտեսնենք, որ այն տերմինը, որ օգտագործվում է կնոջ նկատմամբ, ավելի տան պահող փոքրիկ շներին էր վերաբերվում։ Իսկ այն տերմինը, որ այստեղ է օգտագործվում, թափառող ավելի մեծ շներին է վերաբերվում, որոնք որ կարող էին վնաս հասցնել, եւ սա կարեւոր է։ Ինչի որտեղ շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ այս հատվածում կա ագրեսիայի խնդիր, կա վտանգի հարց։ Հետևաբար, երբ որ նայում ենք մենք ընդհանուր կոնտեքստի մեջ, մենք հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոս շներին եւ խոզեր անվանելով անվանում է բոլոր այն հրեաներին, որոնք որ խոսքը գիտեին, լսել էին, բայց ինչ են արել, ոչ միայն մերժում են, այլ նաեւ ագրեսիա են ցույց տալիս։ Այսինքն հակառակվում էին, ամեն կերպով փորձում էին այդ ամեն ինչը ինչ անել, լրացնել։ Հին ուխտի մեջ առհասարակ այս կոնցեպտը շատ ենք մենք տեսնում։ Մաքուր բաներ, սուրբ բաներ եւ անմաքուր բաներ, անմաքուր կենդանիներ։ Այն ինչ որ սուրբերին էր վերաբերվում, սուրբերը պետքա սրբությամբ վարվեին, իսկ անմաքրությունը պետքա լիներ անմաքուրներին։ Ելից գրքում 22-րդ գլուխ 31 համարի մեջ հետեւյալ հատվածն են կարդում, ասում է եւ դուք սուրբ մարդիկ կլինեք ինձ համար, դաշտում հոշոտված կենդանու միս չպիտի ուտեք, շներին պիտի գցեք այն։ Հասկանում եք, մաքուրը ում ատ պետքա տրվի, մաքուրներին, սուրբերին, որոնք որ Աստծո ընտրված զավակներն են։ Իսկ անմաքուրը ում պետքա տրվեր, շներին, անմաքուրներին։ Ու այս հակադրությունն ենք տեսնում, ովքեր մերժեցին Քրիստոսին։ Հրեաները մերժեցին, հրեաներն են խաչեցին, հրեաները առաջնորդած փարիսեցիների ու դպիրների։ Հովանո ավետարանում առաջի գլուխ 10-11 համարներն ենք ընթերցում, ասում է նա աշխարհի մեջ էր, աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Ուշադրություն դարձեք 11 համարը։ Յուրայինների մոտ եկավ, ովքեր էին յուրայինները։ Իր ազգականներն էին, հրեաներն էին, բայց յուրայինները նրան չընդունեցին։
Փարիսեցիները, դպիրները ինչ գնահատական էին տալի մնացածին, մաքսավորներին ինչպես էին նայում։ Մեղավորներ են, իրանք արժանի չեն անգամ մեր կողքը լինելու, մեզ կպնելու։ Իրանք ինչ կարգավիճակում էին գտնվում։ Մեղավոր, այսինքն ամենացածր կարգավիճակում էին։ Իրանք իրանց ինչ կարգավիճակում էին տեսնում, բարձր կարգավիճակում էին տեսնում։ Իրանց վարքը լավն էր Աստծո առաջ։ Չէ, ինչ որ բանով շատ առումով տարբերվում էին մնացածից, չէին տարբերվում, ասեմ ավելի վատ կարգավիճակում էին գտնվում։ Ինչի որտեվ կարծես թե խոսքը ունեին, կարծես թե ճշմարտությունն ունեին, կարծես թե պետք է ներկայացուցիչը լինեին Աստծո որպես ազգ, բայց ինչ էին անում։ Ոչ միայն չէին անում, այլ նաև ուրիշներին էլ ծռում էին։ Դրա համար Հիսուս Քրիստոս շատ հստակ գնահատական է տալիս իրենց։ Հովաննես ավետարան 8:41-44 համարները։ Դուք ձեր հոր գործն եք կատարում, եւ նրանք ասացին ուշադրություն դարձրեք։ Դե իրանց համար իրանց հայրնով է։ Ասում մենք պոռնկությունից չենք ծնվել, մեր հայրն ունենք Աստված։ Հիմա այստեղ գուցե նույնիսկ այդ Հիսուսին փորձում էին ինչ անել, այդ ասեկուցությունների մեջ օգտագործել, ասել, դե մենք գիտենք կարող դու նույնիսկ պոռնկությունից ես ծնվել։ Հասկանում եք։ Ու իրանք էս են արտահայտում, որ մենք պոռնկությունից չենք ծնվել, մենք հայր ունենք։ Հիսուս նրանց ասաց. եթե Աստված ձեր հայրը լիներ, ինչ կանեիք, ինձ կսիրեիք, որտեղ ես Աստծուց ելա ու եկա, ես ինքս ինձ չեկա, այլ նա ինձ ուղարկեց։ Դուք իմ խոսքերը ինչու չեք հասկանում, որովհետև չեք կարող իմ խոսքը լսել։ Ձեր ունեցած հայրը ով է, սատանան է, եւ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որտեղ նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որտեղ ստախոս է եւ կեղծիքի հայր։ Ուշադրություն դարձնում եք նկարագրությունը, ինչպիսի նկարագրություն է տալիս Հիսուս այս մարդկանց։ Կեղծավոր են, ստախոս են եւ իրենց հայրը սատանան է։ Նույն նմանատիպ նկարագրություն է տալի նաեւ Հովաննես Մկրտիչը։ Երբ որ փարիսեցիներն եկան մկրտվելու, ինչ ասեց, աշեց իժերի ծնունդներ, այսինքն դուք անկեղծ չեք։ Ձեր հայրը սատանան է եւ ձեր վարքը մինչեւ որ պտուղ չբերեք, պտուղ չցույց տակ ապաշխարության դարձի, այս ամեն ինչը ձևականություն է։ Հիմա նայեք, ուշադրություն դարձեք, երբ որ այս կարգավիճակում էին գտնվում, իրանք իրենց ինչ էին համարում, բարձր, սուրբ, արդյունքում այս փարիսեցիները ինչ արեցին։ Խաչեցին Հիսուսին։ Ոչ միայն Հիսուսին խաչեցին, այլ նաև հալածում էին ում աշակերտներին, եկեղեցուն էին հալածում։ Եվ այս հատվածում մենք այս մետաֆորիկ կերպով տեսնում ենք, որ հենց այդ խոզերը եւ շները հենց այն բոլոր հրյաներ էին, որոնք որ ոչ միայն մերժում էին, այլ նաև հարցակվում էին, այլ նաև ագրեսիա էին ներկայացնում։ Այդ դեպքում ի՞նչն է սրբությունը կամ որոնք ի՞նչն է մարգարիտները, երբ որ ասում է ձեր մարգարիտներն ու սրբությունը մի գցեք։ Աստծո խոսքն է թագավորության մասին ճշմարտությունն է։ Մատթեոսի ավետարանում 13-րդ գլուխ 45-ից 46 համարներում տեսնում ենք, որ Հիսուս մի առակ է պատմում։ Ասում է դարձյալ երկնքի արքայությունը նմանվում է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Եվ մի թանկագին մարգարիտ գտնելով գնում վաճառում է ամբողջ ունեցվածքը եւ գնում է այն արքայության լուրը եւ ու գնում է ամբողջ ունեցվածքը վաճառում է ու ինչ անում գնում է այդ մարգարիտը։ Այսինքն երբ որ այդ ավետարանը գտնում է, երբ որ այդ թանկը գտնում է, ինչ անում, ամեն բան վաճառում է դրա վրա է կենտրոնանում։ Մարգարիտը սրբությունը հենց ավետարանի այդ բարի լուրն էր։ Աստծո խոսքն էր, արքայության խոսքն էր։ Խոզը տարբերում, մարգարիտ, ոսկի, ինչ որ մաքուր, անմաքուր, sense բաներ տարբերում, Չէ, ինչ էլ տաս, ինչ էլ լցնես դեմը, ինչ ձևով էլ լցնել դեմը, այդ ամեն ինչը ուտելու է ընդհանրապես։ Տարբերություն չկա իր համար։ Ամենաթանկարժեք քարերը կամ ամենաթանկարժեք ուտելիքն էլ դնեք, մեկ էլ լավն էլ լցնեք, նույնը տարբերություն չկա իր համար։
Ամենաթանկարժեք քարը, որ ոտքի տակ լինի, գուցե չնկատել կամ կուտի, կամ կտորորի կանցնի կգնա։ Այսինքն ինքը որևիցե կերպով ինչ չի անում, չի էլ կարող դա գնահատել։ Դրա համար ինչ է ասում Հիսուս։ Սուրբ բանը այն մարդկանց առաջ, ովքեր որ այդ ամեն ինչը չեն գնահատում, ոչ միայն չեն գնահատում, այլ նաև հակառակվում են, այդ մարդկանց առաջ չպիտի գցես։ Ինչու՞։ Որտեղ Աստծո համար իր խոսքը թանկ է, կարևոր է։ Ոչ միայն իր խոսքն է թանկ ու կարևոր, այլ նաև Աստծո համար թանկ է ու կարևոր է։ Այն մեկ, ով որ այդ խոսքը ինչ է անելու, փոխանցելու է։ Ուշադրություն դարձրեք, ստեղ խնդիրը միայն այն չէ, որ այդ մարդը մերժում է կամ չի լսում։ Ուշադրություն դարձրեք 6-րդ համարի վերջին հատվածը։ Նայեք ինչ է ասում խոսքը։ Ասում է, որ ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, ուշադրություն դարձրեք, որպեսզի դրանք ոտնակող չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։ Ուշադրություն դարձնում եք, ոչ միայն ագրեսիվ վերաբերմունք է խոսքի նկատմամբ, անհարգալից վերաբերմունք է, այլ նաև այս վերաբերմունքը ում նկատմամբ է նաև երևում, փոխանցողի նկատմամբ։ Դրա համար Աստծո համար կարևորը ոչ միայն իր խոսքը թանկ է, այլ նաև այն մեկը, որ փոխանցում է։ Դրա համար Հիսուս Քրիստոս ասում է, ձեր վերաբերմունքը այս տիպի մարդկանց նկատմամբ պետք է շատ հստակ լինի։ Հիմա այս ամեն ինչը ինչպես կիրառենք գործնականում, եթե գոնե առաջին հատվածը որոշ առումով ընկալելի էր, այս երկրորդ հատվածի մեջ կա նորից շահարկումներ։ Ինչի եմ ասում շահարկումներ, որտեվ ինքս եմ այդ ամեն ինչը տեսել։ Ասենք դուրս են գալի կամ 1-2 կամ հարցում ես, ասում ես, նու ինչի չես քարոզում, բան դե արժանի մարդիկ չեն, էսկոմ եկում, հասկանում եք, նորից տեսնում ես, որ մարդը կարծես ինչ որ սրբության գահին է հասել, նստե։ Մնացածը անարժան են ու ես մենք անարժաններին Աստծո խոսքը պիտի չտանք։ Ուրեմն առաջինը կամ ընդհանրապես կարևոր 3 բան կա, որ մենք պետք է ուշադիր լինենք, որ նոր դրանից հետո որ մենք որոշում կայացնենք, որ այլևս այս մարդուն գոնե այս պայշրջանակում չպետք է քարոզենք։ Առաջինը նա է, որ մարդիկ գոնե ամենակիչը պետք է մեկ անգամ լսած լինեն։ Այսինքն պատկերացեք մի բան, դուք հələ փորձել չեք արել, բայց արդեն որոշում եք կայացնում ինքը անարժան է ու իրան ընդհանրապես այդ խոսքը չել հետաքրքրում, ես չեմ էլ ուզում տամ։ Փարիսեցիները դպիրները խոսքը ինչ էին անում, լսում էին։ Հիսուս իրանց էլ էր փոխանցում այդ ճշմարտությունը։ Աշակերտները իրանց էլ էին քարոզում։ Պողոս Սարաքյալը, երբ որ գնում էր քաղաքից քաղաք, առաջին ում մոտ էր գնում։ Հրեաների մոտ էր գնում։ Գնում էր այնտեղ, որտեղ որ հրեաներն են, ինչի որտեղ իրանք արդեն իսկ պետք է որ Մեսիային սպասեին։ Իրանք արդեն իսկ որոշակի տեղեկատվություն գիտեին։ Իրանք արդեն իսկ պետք է այդ ճշմարտությանը հետևող լինեին, իրանք պետք է լինեին մարդիկ, ովքեր որ պետք է փոխանցեն։ Հիմա դրա համար Պողոս Սարաքյալը գնում էր նախ եւ առաջ իրանց էր այդ լուրը հայտնում։ Իրանց էր քարոզում, չէր ասում դե դուք անարժան եք, բայց գնում եւ քարոզում էր։ Նույնպես եւ մենք մի նախորդ գնահատական տվեք, ասեք դիմացինը անարժան է կամ իրան ընդհանրապես ավետարանը չպետք է քարոզեն։ Բոլորին պետք է քարոզենք անխտիր, տեղին թե անտեղին, հասկանում եք։ Այո, պատե անպատե հենց այդ խոսքն է։ Պողոս Սարաքյանն ասում, ամեն իրավիճակներում ես պետք է քարոզեմ։ Ես այդ առիթը պետք է չբաց թողեմ։ Եթե դրանից հետո մերժում են, սա արդեն առաջին կետն է, որ լսեց, բայց ինչ արեց, մերժեց, բայց գուցե երկրորդ, երրորդ անգամ լսի։ Կարող են վստահեցնել, որ տես դեպքեր եղել են, որ շատ դեպքերում մերժել է, բայց արդյունքում իրանք են հետաքրքրված եղել։ Ինչ որ կերպով Տերը ինչ արել, սիրտը բացել է եւ ճանաչել են։ Պողոս Սարաքյալը միանգամից ընդունեց խոսքը։ Չէ, Ստեփանոսը երբ որ քարոզում էր, Պողոսը ներկա էր, ինքը այդ ավետարանը լսել էր։ Բայց ոչ միայն այդ ժամանակ մերժեց, այլև մասնակից էր սպանության։ Դրանից հետո երբ որ քարկոծում էր, հալածում էր եկեղեցին, ինչ եք կարծում, եկեղեցին այդտեղ առիթ չէր լինում վկայելու, վստահ եմ վկայում էր, բայց այնուամենայնիվ ժամանակն եկավ ու Տերը այցելություն արեց ու Պողոսը ինչ արեց, հավատաց։ Ուրեմն ոչ միայն պետքա լսեն կամ մեկ անգամ մերժեն, այլ երկրորդը պետքա այդ մերժումը գնա նաև ծայրահեղության, այսինքն պետքա ինչ անեն, ծաղրեն այդ ճշմարտությունը։ Հասկանում եք, ոչ միայն զուտ մերժելու շրջանակ պետք է լինի, այլ պետք է ծաղրանք լինի,
պետք է զզվանք առաջացնի իրանց մոտ, երբ որ արդեն այս մակարդակն է, նորից սա չի նշանակում, որ այդքանով պետք է ավարտենք, բայց երրորդ բանն էլ է կարևոր։ Այո, երրորդը պետք է լինի նաև ագրեսիվ մոտեցում, ագրեսիվ արտահայտում։ Դա կարող լինի խոսքով լինի, կարող է գործողությամբ լինի։ Երբ որ այս երեք բաները ներկա են, նոր այդ ժամանակ Տերն ինչ է ասում։ Մի խոսացեք, մի տվեք։ Եթե լսում են, մերժում են, եթե լսելով սկսում են ծաղրել Աստծուն իր խոսքը եւ բացի դրանից նաեւ ագրեսիա են ձեր նկատմամբ ասում, թույլ տալիս, այս մարդկանցից ինչ արեք։ Հեռու գնացեք։ Դե համար երբ որ ասում է ավետարանը քարոզեք չեն ընդունի, ինչ արեք, դուրս եկեք ու փոշին ինչ արեք, թափ տվեք։ Թափ տվեք։ Պողոս Արաքյանը շատ դեպքերում քարոզում էր, երբ որ մերժում են, ինչ էր ասում էր ձեր արյունը, ձեր վրա ես ինչ եմ, անպարտ եմ։ Ես այն ինչ որ ինձանից հաստում էր, ձեզ փոխանցեցի։ Մնացածը արդեն իմ գործը չի։ Ես դրանից ինչ եմ անում, հետ եմ կանգնում։ Ուրեմն եւս մեկ անգամ մեր վերաբերմունքը ինչպիսի պետք է լինի մեր եղբոր նկատմամբ։ Նախ եւ առաջ չպիտի հապճեպ որոշում կայացնենք եւ դատավորի կարգավիճակում չպիտի լինենք։ Պետք է քննենք, տեսնենք արդյոք մեր շարժառիթները ճիշտ են, նպատակը այն է, որ ուզում ենք բարձրացնենք եղբորը, թե ուզում ենք գցենք, տրորենք, մենք ավելի բարձր կարծենք։ Մի թույլ տվեք կամ հանկարծ մի սկսեք գնահատել մարդկանց շարժառիթները, մարդկանց խորհուրդները, որտեղ մենք այդ խորհուրդները չգիտենք եւ որևիցե կերպով իրավունք չունենք այդ խորհուրդները առաջ բերելու եւ դատելու։ Արդյոք պիտի հանդիմանենք։ Այո, թե սիրուցակ դրծված պետք է հանդիմանենք։ Պետք է ուղենք, պետք է օգնենք, որպեսզի մեկս մյուսը նմանվենք Քրիստոսին։ Չի կարա եղբայրս մեղքի մեջ լինի, ցավի մեջ լինի, սխալ ընթացքի մեջ լինի։ Եվ ես ասեմ, դե թող ինքը իր ճանապարհով քայլի, դա իմ ցավը պետք է լինի։ Հասկանում եք, դա իմ ողբը պետք է լինի եւ այո, պետք է աղոթեմ։ Պետք է խնդրեմ, պետք է սիրով փորձեմ ինչ անեմ։ Ճիշտ ուղղության վրա դա նպատակը շահելն է, նպատակը սա է, որ մաքուր լինի եկեղեցին։ Մենք որպես քույր ու եղբայր Աստծո առաջ մաքուր կերպով կանգնենք։ Եվ մյուսը, երբ չքարոզենք ավետարանը, երբ հստակ կանգ առնենք, երբ որ մերժում են այդ ավետարանը, երբ որ ոչ միայն մերժում են, այլ ծաղրում են այդ ավետարանը ճշմարտությունը եւ ագրեսիվ կերպով մեր նկատմամբ վերաբերմունք ունենք։ Այդ դեպքում Աստծո խոսքն ասում է ինչ եք, անպարտ եք, մի տվեք այն խոզերին ու շներին, այն մարգարիտները, այն սրբությունը, որ դուք ունեք, որը որ թանկ է։ Բայց այս դեպքում թող չլինի թե հանկարծ եղբայրներին հանդիմանելը դառնա ձեր կյանքի նպատակը, զուտ հանդիմանելու ցույց տալու, որ դուք լավն եք, եւ երկրորդը անգործությունը ավետարանը չքարոզելը չդառնա այս համարով արդարացում, որ այ չեմ քարոզում, որովհետեւ սաղ շուն են ու խոզ են։ Ես ուղղակի այս առիթը եղել է, որ նման sense խոսակցության մեջ եղել են, որ շատ-շատեր ասում են, դե չէ, այս տարածքի ժողովուրդը բանը պիտանի չեն, հա, այսինքն իրանք արժանի չեն, որպեսզի այդ խոսքը լսեն, այսինքն այս կարգավիճակում են գտնվում։ Չընկնենք այս ծուղակի մեջ, ժողովուրդ ջան։ Մեր դիրքորոշումը պետք է ամեն առումով արդար լինի, այն կերպով ինչպես որ Տերն է ասում։ Տերը ովքեր որ մարդկանց տրամաբանությամբ անարդար էին, ովքեր որ արժանի չէին այդ ավետարանը ինչ արեց, ավետարանը փոխանցեց, խոսեց։ Իսկ նրանք ովքեր որ արժանի էին այդ ավետարանի, ովքեր որ իրանց արդար համարեցին, Տեր Հիսուսն ասեց, ես ձեր համար չեմ եկել։ Դուք ձեր արդարությունն ունեք, դուք ձեր բժշկությունն ունեք, դուք ձեր հասկացողությունն ունեք։ Դուք կարիքը չունեք ինձ։ Երբ որ նման մարդկանց ենք հանդիպում, որոնք որ ծաղրում են, որոնք որ սպառնում են, այդ մարդկանց հանգիստ թողեք։ Աղոթեք, որպեսզի գուցե Տերը կփոխի այդ ամեն ինչը կերևա։ Բայց մի բան արեք ու Այս ինչի եմ ասում, որտեվ միշտ նման հարցեր լինում են, ինչքան քարոզենք, ինչքան խոսենք, լավ մի անգամ մերժեց, երկու անգամ։ Եթե դեռևս չի ծաղրում, չի մերժում, չի սպառնում, առիթ ունեցեք, խոսեք։ Նորից պետք է նրբանկատ լինենք։ Այսինքն չեմ ուզում, որ զուտ sense Յովայի վկաների նման շրպացնում են խոսքը կոնտեքստից կտրված, խոսակցությունից կտրված։ Աղոթեք, որպեսզի Տերը ձեզ իմաստություն կա ճիշտ կերպով վարվելու։ Բայց այս բալանսը պետք է շատ հստակ կարողանանք պահել։ Եկեք աղոթենք։
Տեր Աստված, փառք ենք քեզ տալի քո խոսքի համար, Տեր։ Աղոթում որ օգնես, որպեսզի մեր վերաբերմունքը, մեր վարքը, Տեր, թե մեկս մյուսի նկատմամբ, թե աշխարհի նկատմամբ, Տեր Աստված, արդար կերպով լինի։ Այն արդարությունը, որ քեզանից է բխում, այլ ոչ թե մարդկային տրամաբանությամբ, ոչ թե մարդկային սովորություններով, Տեր։ Դու մեզ կանչել ես, որպեսզի մենք, որպես քո սուրբ եկեղեցի, որպես քո հարց մաքրագործվենք եւ քեզ նմանվելով քեզ փառավորենք, Տեր։ Աղոթում եմ, որ օգնես, որ ամեն իրավիճակներում, Տեր Աստված, մեկս մյուսի նկատմամբ սիրով վարվենք, Տեր, եւ կեղծավորների նման չլինենք, Տեր։ Օգնի, որ նախ եւ առաջ, Տեր Աստված, քեզ ճանաչելով մեր մեղավոր էությունը տեսնենք, Տեր Աստված, եւ դու մեզ ներիր, դու մեզ փոխիր։ Դու մեր ընթացքը նորոգիր, որովհետեւ մենք բոլորս էլ կորսված ենք։ Մենք բոլորս էլ մեղքերի մեջ ենք, Տեր։ Մեր ընթացքը, մեր քայլերը առանց քեզ որևիցե կերպով արդար եւ ընդունելի չի կարող լինել քո առաջ, Տեր։ Ուստի նախ եւ առաջ խոնարհեցրու մեզ, որպեսզի խոնար կերպով վարվենք։ Եվ նոր դրանից հետո, Տեր Աստված, սեր տուր մեր եղբայրների, քույրերի նկատմամբ, որպեսզի այդ սիրուց դրդված ուզենանք դիմացիներին բարձրացնենք, Տեր։ Ուզենանք ճշմարտությունը փոխանցենք եւ ամեն ինչի մեջ քո փառքը փնտրենք, Հայր։ Որովհետեւ ինչքան որ ճանաչեցինք, ինչքան որ իմացանք քեզ, այդքանով էլ ավելի նմանվելու ենք քեզ, Տեր Աստված։ Եվ այդքանով էլ ավելի մեր կյանքը քեզ է փառավորելով, Հայր։ Նաև աղոթում եմ ով Տեր Աստված, որ որպես աղ եւ լույս մեր շրջապատում ճշմարտությունը քարոզող լինենք, Տեր Աստված։ Տեղի թե անտեղի ճշմարտությունը փոխանցենք, քանի դեռ այդ հնարավորությունը ունենք, Տեր։ Քանի դեռ այդ հնարավորությունը կա, ով Հայր։ Որտեվ գիտենք, որ առանց ճշմարտությունը քարոզելու չկա հավատք, իսկ առանց հավատքի էլ չկա փրկություն։ Ուստի օգնի, որ այս գիտակցությամբ գնանք ու ավետարանը ճշմարտությունը փոխանցենք, Տեր։ Քանի դեռ այդ հնարավորությունը կա եւ այո, քանի դեռ ընդունում են, քանի դեռ ագրեսիվ կերպով չեն պատասխանում, Տեր։ Օգնի, որպեսզի չծուլանանք, օգնի, որպեսզի այն ինչ որ մեր վրա է պատասխանատվությունը, չգցենք ուրիշների վրա, Տեր։ Որովհետեւ քո գալուստը մոտ է, Տեր Աստված։ Եվ այո, չես ցանկանում, որ որևիցե մեկը կորսվի։ Ոստի կանչել ես, որպեսզի գնանք ու ավետարանդ քարոզենք ճշմարտությունը փոխանցենք, Տեր։ Եվ ում որ սահմանել ես, նրան էլ կփրկես։ Բայց նաև սահմանել ես այն ճանապարհը, այն խոսքը, որով որ պետք է փրկես, Տեր։ Ոստի դու օգտագործի մեզ որպես քո պիտանի զավակներ, որպես անոթներ, որպեսզի գնանք ու քարոզենք, որպեսզի գնանք ու ավետարանենք, որպեսզի մարդկանց ասենք, որ երկնքի արքայությունը մոտեցել է, Տեր։ Ու փրկությունը միմիայն քեզանով է։ Ողորմիր, գթա ու դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։